Բարի երեկո արգել հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է և ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին։ Բարի երեկո, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Վարդանյան, երեկ ձեր ուժը ակտիվ քարոզարշավ էր իրականացնում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, երկրորդ նախագահը ելույթ ունեցավ, բայց ես առանձնացրել եմ մի դիտարկում, երբ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով այս իշխանության քաղաքականությանը նշում է, որ եթե սիրեին ժողովրդին, ապա կպաշտպանեին ժողովրդի անվտանգությունը, բայց չեն արել եւ այսպիսի մի դիտարկում արեց, չի ապահովել այս իշխանությունը ժողովրդի անվտանգությունը եւ հրահրել է պատերազմ։ Սա լուրջ մեղադրանք չէ։ Իհարկե մեղադրանք է, իհարկե հենց այդպես էլ կա եւ այս պատերազմը բերել է այս իշխանությունը հանձին այդ մարդու։ Չմտնեմ մանրամասների մեջ, 8 տարի այդ մասին ենք խոսում, 8 տարի չէ, 20 թվականից հետո այդ մասին ենք խոսում, թե ինչպես նա բացառեց բանակցությունների զորակետից սկսեց, հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, Շուշիում parեկավ տրենգի parեց եւ փաստորեն այն ամբողջ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահող երկրներին դուրս մղեց բանակցություններից եւ բերեց պատերազմ։ Եթե այդ հայտարարությունը կամ Շուշիում հայտնի պարը չլիներ, պատերազմը չէր լինի։ Պատերազմը չէր լինի, եթե նա բանակցությունից սկսել զրոյկետից։ Եթե չասեր Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Եթե կարողանար այն բազան, դիվանագիտական բազան, որ մենք ունեինք, շարունակել։ Մի շրջան, մինչև 20 թվականը բոլորին այլ բաներ ասում, 100 անգամ նույն բաները, պատերազմից հետո հակառակ 180 աշճան բաները ասում է լրիվ հակառակ իմաստով։ Հիշեք, թե ինչպես էր խոսում Թուրքիայի մասին պատերազմի ժամանակ, Թուրքիան վերադառնում է Կովկաս, հայերին ցեղասպանելու, նորից ցեղասպանելու։ Հիշեք, ինչպես էր խոսում Ադրբեջանի մասին։ Հիմա ինչ է խոսում։ Տեսնելով, որ ինքը ձախողել է ամեն ինչ եւ երկար մտածելով, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ, ուղղակի անցել է թշնամու կողմը։ Անցել է մեր հակառակորդների թշնամու կողմը եւ բացարձակապես կապ չունի մեր ժողովրդի շահերի հետ, մեր ժողովրդի հետ։ Հիշեցնեմ մի բան, տեսեք, դա առաջի օրը չի, այսինքն իր համար իշխանությունը աթոռը գերնպատակ է, եթե կհիշեք դեռ 18 թվականին համատարած այս էյֆորիայի ժամանակ հունիս-հուլիս ամիսներ առաջին անգամ Հաղարծին գյուղում մարդիկ փակել էին ճանապարհը, ցույց էին անում անտառի հետ կապված ինչ-որ հարցով եւ ինքը կանչել էր ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետին եւ հայտարարել էր. «Արյան մեջ խեղդեք»։ Ինքը նույնը արել է բոլոր ժամանակներում ընդդիմության բոլոր հավաքների ժամանակ։ Նույնը այսօր։ Ասում ենք ընտրության են գնում, չէ՞։ Մինչ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը սոլիդ, ծրագրային, փաստարկված քարոզարշավ են իրականացնում, պետական ամբողջ համակարգը զբաղված է բռնաճնշումներով, ամենասարսափելի, մարդկանց վախեցնելով, մարդկանց կանչելով, սպառնալով, մի բառի համար կալանավորելով, դեռ չեմ խոսում նախորդ կալանավորվածների մասին, սրբազանների մասին, մեր դիմադրության կամ մյուս շարժումների կալանավորվածների մասին։ Մի բան ասեմ, տեսեք, ընդամենը 2 օր առաջ ակտիվ մի աղջիկ մարզերից մեկում շտաբից դուրս է գալիս, իր ետևից գնում են, մտնում են տուն եւ սպառնում են աղջկան։ Աղջկա հայրը կալանավայրում է, չգիտեմ ինչ գործով։ Եթե դու շարունակես քո ակտիվությունը, հայրդ կալանավայրում պրոբլեմներ կունենա։ Ինչ պիտի անի այդ աղջիկը։ Գոնե մինչև այսօր տիխելով տանը նստի, չէ՞։ Հատկապես ուժային կառույցների ղեկավարներին։ Եթե շարունակելու եք ծառայել անձին, ոչ թե պետությանը, եթե շարունակելու եք այս բռնաճնշումները եւ մարդկանց փորձել վախեցնելը, պատասխան եք տալու։ Իշխանությունն ասում է, օրինակ, որ 91 թվականից ի վեր 2025 թվականը միակ տարին է, երբ սահմանին զոհ կամ վիրավոր չենք ունեցել եւ դա նշանակում է, որ այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության կառուցման ճանապարհով է գնում։ Դուք ինչ կասեք այս մասին։ Հայաստանում եղել են երկար տարիներ, երբ որ եղել է խաղաղ, սահմանին ոչ մի զոհ չենք ունեցել, շատ ավելի սակավ են եղել ներբանակային հարցերով զոհերը,
առնվազն մինչև 16 թվականը մեզ մոտ նման իրավիճակ է եղել։ Եղել է 16 թվականին Ադրբեջանը փորձել է հարձակվել եւ ստացել է մռութունի հետ է քաշվել, խնդրել է հրադադար, իսկ սրա իշխանության օրոք ախր ինչ ենք մենք նույն բաները կրկնում։ Մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, մենք ունեցել ենք մեր տարածքի կորուստներ, մենք չունենք այսօր Արցախ։ Ով է արել սա։ Ում օրոք է եղել։ Վարչապետն ասում է, որ Արցախը մերը չի եղել, եթե մերն է եղել, ինչու այնտեղ ներդրումներ չեն կարել։ Ես առնվազն երևի 50 անգամ Արցախում եղել եմ։ Արցախում դպրոցներ չեն կառուցվել, տներ չեն կառուցվել, հիվանդանոց չեն կառուցվել, միայն Սամվել Կարապետյանը մոտ $20 միլիոն հիվանդանոց էր կառուցել տարածաշրջանի ամենագեր ժամանակակից հիվանդանոցներ։ Ինչ չի կառուցվել, ինչ է խոսում։ Բանակի համար անհրաժեշտ ամեն ինչ չի կառուցվել, ես շրջել եմ, չէ՞, ամեն ինչը տեսել եմ։ Ինքը իրեն արդարացնելու որ կրկնում եմ, այլ բան պետք չի փնտրել։ Ինքը իշխանության մնալու համար երկար մտածել է, թե ինչ տարբերակ ունի եւ մի անգամ ազգային ժողով ասեց, գիտեք, ասեց, ես մի բան եմ մտածում, բայց հիմա ես չեմ կարող այդ մասին ասել, վատ կընդունվի։ Ինքը մտածել է, որ իր իշխանության մնալու միակ տարբերակը թշնամու կողմն անցնելն է։ Թշնամու աջակցությունը ունենալն է։ Պատահական է, որ այսօր Ադրբեջանը Ալիևը ինչպես են խոսում, որ այո խաղաղություն, այո Փաշինյան, այո Ելդու Փաշինյան, Նոլդու Փաշինյան, իրենց սիրելի ազգային հերոսն է, չէ՞ ադրբեջանցիների։ Մեր ազգային հերոսը այսպեսին է։ Պարոն Վարդանյան, երբ կարդում ենք Հայաստան Դաշինքի նախընտրական ծրագիրը, ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ հարաբերություններին դեմ չեք արտահայտվում, բայց որոշակի շտկումներով ասում եք խաղաղության պայմանագիրը պետք է վերաբանակցել եւ այլն, բայց օրինակ այս իշխանությունն ասում է, որ մենք այս տարիների ընթացքում հասել ենք, կարելի ասել, լավագույն տարբերակին եւ եթե փորձեք վերաբանակցել ինչ-որ բաներ շտկել, դա կնշանակի, որ այն դիվանագիտական ջանքերը, որ եղել են թե Ադրբեջանի հետ, թե Վաշինգտոնի հետ կզրոյացվի։ Հիմա դուք գնում եք ընտրությունների։ Ինչպես եք ժողովրդին բացատրելու, որ դուք ոչ թե պատերազմի կողմնակից եք, այլ խաղաղության, որովհետև ձեզ, ինչպես գիտեք, ասում են այսպես ասած, պատերազմի եռագլուխ կուսակցություններ, ես մեջբերում արեցի։ Կարծում երկրորդ նախագահը ասել էր, որ եռագլուխ հրեշը Նիկոլն է, Ալիևն ու Էրդողանը։ Տեսեք, դուք ասում եք բանակցությունների ինչ-որ փուլ է եկել հասել, ով է բանակցել։ Արարատ Միրզոյանը, որը երևի ամնապտի փոխի առաջիկայում։ Ինչ խաղաղություն, եթե այն կախված է միայն Ադրբեջանի քմաճույքից։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղություն։ Մենք ով է մեզ ասում պատերազմի կուսակցություն։ Մի բան էլ հիշեցնեմ, էլի։ 98 թվականի ասում էին իշխանություն է գալիս պատերազմի կուսակցությունը, ճիշտ է, հիշում եք։ Այո։ Իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը իր համախոհների հետ եւ 10 տարի ոչ մի կրակոց կամ եթե փորձում էին մի կրակոց արձակել, այնպեսի պատասխան են ստանում եւ իդեալական խաղաղություն էր, խաղաղությունն այն ժամանակ էր։ Մենք ասում ենք այո վերաբանակցել, մենք ասում ենք խաղաղությունը պետք է ունենա երաշխավորություններ եւ մի քանի երկրների երաշխավորություն, գերտերությունների ուժային կենտրոնների երաշխավորություն, այլապես ում եք տեսնում երաշխավորի դերում։ Եվ Միացյալ Նահանգներին, եւ Ռուսաստանին, եւ Չինաստանին, բոլոր այն հզոր ուժային կենտրոնները, որոնց համար աշխարհի կայունությունը, թեև այսօր աշխարհը այնպեսի մի խառնաշփոթի մեջ է, որ ան երևակայելի է, բայց սա էլ ցիկլ է, սա էլ փուլ է, անցնելու է։ Խաղաղությունը, ցանկացած խաղաղություն, մենք փոքր երկիր ենք։ Մենք չենք կարող դառնալ հզոր ուժերի բախման կետ, ինչը այսօր անում է այս իշխանությունը։ Այսօր բերում է այստեղ Եվրոպայի կիսանդիրհաց Եվրոպայի առաջնորդներին Զելենսկուն եւ հակառուսական ակցիաներ է կազմակերպում։ Մենք ունեցել ենք արտաքին դիվանագիտություն, լուրջ դիվանագիտություն, հարաբերվել ենք ուժային բոլոր կենտրոնների հետ։ Մեր առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի օրոք ենք մենք Եվրոխորհրդի անդամ դարձել։ Մենք շատ նորմալ հարաբերություններ ենք ունեցել եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ։ Բացեք նայեք Քոչարյանի այցերի ժամանակացույցը կամ նրա հանդիպումները Ժակ Շիրակի, Գերմանիայի վարչապետի
ում հետ ուզում եք։ Հիմա Բայց այս իշխանությունն ասում է, պարոն Վարդանյան, Ժակ Շիրակ եկել է Հայաստան եւ ասում է մի քանի տարի առաջ 8 տարի առաջ մենք չէինք կարող գալ այստեղ։ Շատ անունն ինչ է, Մակրոնը։ Ժակ Շիրակն եկել այստեղ պետական այցով, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Ֆրանսիայի հրապարակը որ այսօր կա, բացվել է այդ ժամանակ, բոլոր հզոր պետությունների հետ մենք ունեցել ենք տղամարդու նման մեր շահերը պաշտպանող հավասար հարաբերություն, ինչ ունենք այսօր, ողորմելի մի իշխանություն, որը պատրաստ է կռանալ, խոնարհվել, ստորանալ, նվաստանալ բոլորի առաջ, միայն թե իր աթոռը պահի, բայց իրենց նվաստանալը իմ վերջի հոգսը չի։ Երկրի ղեկավարության նվաստացումը նշանակում է նաև տվյալ ժողովրդի, տվյալ երկրի քաղաքացիների նվաստացում արժանապատվության կորուստ։ Սրա մասին պիտի մտածեմ ներքաղաք։ Ես մեկ այլ բան ասեմ, տեսեք, իր վերջի արտահայտությունը Արցախյան, Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ։ Ճակատագրական սխալ ինքն է, եւ ես վստահ եմ, որ ամենամեծ բժիշկը ժողովուրդն է եւ հայ ժողովուրդը այդ սխալը ուղղելու է։ Իշխանությունն ասում է, պարոն Վարդանյան, որ իրենք այն միակ իշխանությունն են այսօր, ովքեր Արցախի համար շատ ավելին են արել, քան նախորդ 3 իշխանությունները, երկրորդ նախագահ, երրորդը, առաջին նախագահ, եւ նաեւ անդրադառնում են այն հարցին, երբ քննադատում եք, որ զենք զինամթերք չեն գնել, ասում են 2018-ից մինչև այսօր շատ ավելի զենք զինամթերք են գնել, քան նախորդ բոլոր իշխանությունները։ Սուտ են ասում։ Իրենց օրոք է, որ բալանսը շատ ավելի կտրուկ է խախտվել եւ Ադրբեջանը տեսնելով, պարզ բաներ են ախր, մեր քաղաքացիները գոնե այս ամեն ինչը կարծում եմ տեսնում են։ Ինչու Հայաստանը 91-94 թվականներին կարողացավ ի վերջո ցանկացած որևէ Հայաստանը երբեք պատերազմ չի նախաձեռնել, սա միշտ հիշեք։ Եվ 88-89 թվականներին, եւ 90 թվականին, եւ Սումգայիթում, եւ Բաքվում, եւ հետո Արցախի վրա հարձակումները, 16 թվականի հարձակումները, ինչու մենք կարողացանք հաղթել առաջի Արցախյան պատերազմում, որովհետեւ Ադրբեջանում այս իշխանության նման իշխանություններ, որը ոչինչ չէր հասկանում պետական կառավարման համակարգից, զինված ուժերից, եւ օգտվելով նաեւ Ադրբեջանում այս խառը վիճակից ելչի բեգոյությունից, մենք կարողացանք պաշտպանել մեր իրավունքները եւ դա անկախ հանրապետություն ունեցանք երկար տարիներ։ Հիմա ելչի բե հայտնվել Հայաստանում, բախտի բերմամբ թե պատահմամբ թե ինչպես, մեր ժողովրդի միամտության հույսերի վրա խաղալով, խաբելով մեր ժողովրդին, եւ մենք ունեցանք այսպիսի ուղղակի ողբերգական պարտություն։ Այս պատերազմը մենք չէինք պարտվի, եթե մենք ունենայինք իսկապես առաջնորդ եւ լուրջ թիմ։ Եթե այդքան զենք են առել, շատ ավելին, քան նախկինում է եղել, ինչի մի բերան չեն պատասխանում Ալիևին վերջին ծաղրոցանակին է ենթարկում։ Մայիսի 28-ին ցույց կտան հրապարակում, ինչ են անգամ։ Մայիսի 28 հերթական սուտ պատկերմիկ փորձեն ցույց տալ ժողովրդին խաբել, թե մենք զինված ենք, բայց դրա փոխարեն թող երկու բառ ասեն Ալիևի հասցեին։ Այն ինչ որ ասում էր Ալիևի Էրդողանի հասցեին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին 20 թվականի պատերազմի ժամանակ, թող հիմա ասի։ Ինքն է վերել այս արհավիրքը, իր թիմը վերջացած մարդկանց թիմը եւ ես խորապես համոզված եմ, որ իրենց ժամանակը ավարտվելու է։ Մոսկվայի հարաբերությունների մասին խոսենք, պարոն Վարդանյան։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի հետ հարցում եւ կոնկրետ նաեւ ժամկետներ են նշում մինչեւ այս ամսվա վերջը, մայիսի 28-29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Ինչ եք կարծում, սա Հայաստանի ներքին գործերին խառնվելու տարբերակ է, թե զգուշացում։ Հայաստանի ներքին գործելու տարբերակ էր Եվրամիության առաջնորդների նախապես պլանավորված հատուկ ընտրությունից առաջ կազմակերպված հավաքը Երևանում, Զելենսկու այցը Երևան, եւ շատ բնական չէ, որ Ռուսաստանը ի վերջո դեռևս գոնե պաշտոնապես թղթի վրա մեր ռազմավարական դաշնակիցն է։ Տարօրինակ չէ, որ նրանք ուզում են հասկանալ, տարօրինակ չէ, որ ուզում են հասկանալ, թե ի վերջո Հայաստանը ուր է մնալու է ԵԱՏՄ-ում, դուրս է գալու ԵԱՏՄ-ից, հապկից արդեն սառեցրել է մեր գործունեությունը,
ինքը ի վերջո աշխարհի հզոր պետություններից մեկն է այս տարածաշրջանում իր ազդեցությամբ եւ նաեւ տնտեսական շատ մեծ ռեալ ներկայությամբ, իհարկե մեր քաղաքացիների, մեր բնակչության բացարձակ մեծամասնության եկամուտները նաեւ գոյանում են այդ հարաբերություններից եւ բնական է, որ ինք ուզում են, որ մենք կողմնորոշվենք։ Մենք հիմա այսպես կմնանք, հետո կորոշենք եւ այլն, սա չի անցնելու։ Սա աշխարհի հզոր պետություններից մեկի հետ նույն բանը կարող է ասել Միացյալ Նահանգներին կամ Չինաստանին կարող է ասել։ Բնական ընտրության առաջ մարդը ասում է ընտրեք, կողմնորոշեք եւ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները, եթե ի վերջո դա պետք է լինի հանրաքվեով, չէ՞։ Հանրաքվեով, պարզ է, չէ՞, որ Հայաստանը Եվրամիություն առաջիկա գոնե 20-25 տարիներին որևէ շանս չունի անդամագրվելու։ Խաբելով, այսպես ասած գունավոր բաներ ցույց տալով մարդկանց ուղղակի մոլորեցնում են, խաբում են։ Շատ տիպիկ բան կար, չէ՞։ Վիզաների ազատականացման հարցը։ Այսօր գիտեք, Արևմուտք, Եվրոպա եւ Ռուսաստան հարաբերությունները։ Ռուսաստանում ապրում են մոտ 2 միլիոն, գուցե ավել, գուցե պակաս հայեր, որոնց մեծ մասն էլ քաղաքացիներ են, Հայաստանի քաղաքացիներ են։ Իմ ինֆորմացիայով Եվրամիությունում ամենաշատ ազատականացմանը դեմ է հենց Մակրոնի իշխանությունը։ Դուք պատկերացրեք, Եվրոպան թույլ է տալուց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները ազատ, ասենք 1 միլիոն, ազատ վիզաներով Եվրոպա գնան այս հարաբերությունների պայմաններում։ Պարոն Վարդանյան, գաղտնիք չէ, որ Հայաստան դաշինքը երկրորդ նախագահ շատ ավելի ընդունելի է համարում Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելը, բայց տեսեք, երբ որ դուք ելույթ եք ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն, իշխանությունն ասում է, որ ուղիղ ցույց եք տալիս, որ եթե դուք գաք իշխանության, ապա Հայաստանը դարձնելու եք ծայրագավառ։ Իրենք ասում են, մենք բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն ենք անում։ Իրենց ասածները հալած ջուղի տեղ ընդուն սուտ են ասում։ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է նախագահ, ունեցել է շատ նորմալ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, ունեցել է շատ լավ հարաբերություններ եվրոպական բոլոր երկրների հետ, ունեցել է լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, հիշեք 1000-ամյակի մարտահրավերների ծրագիրը, Քրքր-Քորյանի ծրագրերը, ունեցել է Իրանի հետ ասացի, Իրանի հետ, Իրան, Միացյալ Նահանգներ սրված հարաբերությունների պայմաններում մենք կարողացել ենք Ռոբերտ Քոչարյանը, մենք չէ, այն ժամանակվա իշխանությունը արտգործնախարարը, Միացյալ Նահանգներին կարողացել են բացատրել, որ մենք չենք կարող միանալ հակաիրանական սանկցիաներին, որովհետև մեզ համար կյանքի ճանապարհ է։ Այս բոլոր երկրները տեղել է իսկապես բալանսավորված, իսկապես կոմպլիմենտար քաղաքականություն եւ մեր շահերից, մեր պետության, մեր ժողովրդի շահերից բխող։ Հիմա այս զառանցանքին ինչ պատասխանեն։ Այսօր այո, աշխարհը շատ ավելի բարդ է, շատ ավելի խառն է, բայց ես վստահ եմ, սոլիդ, ուժեղ իշխանության պարագայում մենք հնարավորություն կունենանք աշխատել բոլորի հետ եւ առաջ տանել նաեւ հայկական շահերը։ Քանի որ քարոզարշավի ակտիվ փուլում ենք, պարոն Վարդանյան, եւ մեր բոլոր բանախոսներին հնարավորություն ենք տալիս ներկայացնելու այն թեզը, թե ինչու հունիսի 7-ին ընտրողը պետք է ձեզ ձայն տա, խնդրեմ։ Մենք թիմ ենք, որ այս վերջին 5 տարիների ընթացքում կարողացել է ցույց տալ իր պայքարի կարողականությունը, իր խելքը, կազմակերպվածությունը, համարձակությունը եւ որ այսօրվա իշխանության վարկանիշը այսքան իջել է նաեւ մեր աշխատանքի շնորհիվ է, նայեք մեր թիմի գլխավոր անդամներին եւ կտեսնեք ինչպեսի եւ հարգանք եւ սեր են վայելում հասարակության զգալի մասի շրջանում։ Մենք ունենք առաջնորդ Ռոբերտ Քոչարյան, որը իր կենսագրությամբ, իր փորձառությամբ, իր մարդկային տեսակով, իր ընտանիքով, համեմատեք ընտանիքները, իր կերպարով իսկապես կարող է արժանապատվորեն ներկայացնել մեր ժողովրդին եւ մեր ժողովուրդը այս իր ծրված մեջքը ուղղի իսկապես հպարտանա, որ ունի երկրի ղեկավար, որը հավասարի կանգնում է հզորների կողքին եւ մեր շահերն է առաջ տանում։ Մենք ունենք ծրագիր, որի հիմնական կետերը եւ առաջի ամենակարևորը ինձ համար դեռ թողնում եմ անվտանգությունը, դեռ թողնում եմ մյուս խնդիրները, տնտեսությունը, տնտեսական զարգացումը, որի փորձը եւս մեր թիմը ունի եւ իսկապես այդպես է եղել,
վերականգնել մեր երկրում ներքին համերաշխությունը։ Մենք վերականգնելու ենք համերաշխությունը, իսկապես հարգանքը քաղաքացու հանդեպ եւ վստահ քայլ առ քայլ երկիրը տանելու ենք նոր ճանապարհով։ Դառնալու ենք իսկապես տարածաշրջանում ամենաազդեցիկ, ամենակազմակերպված երկիրը, թող ոչ ոք սրանում չկասկածի։ Շնորհակալություն։ Ես եւս շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։